Լուցկ ու թուփեր ունենք թե հարավային եւ հյուսիսային Ամերիկաներից, Եվրոպայից ունենք, մեծ տեսականի Աֆրիկայից, Ասիայից ունենք, Ավստրալիայից նույնիսկ ունենք։ Ամենահինահազար 800-ականների ամենաթարմը 2020-ականների պիտակներ են։ Թումանյան համայնքի լուցկ ու տուփի պիտակների թանգարանն աշխարհում միակն է, որտեղ 25,000-ից ավելի նմուշ կա։ Այցելուն լուցկ ու տուփերի միջոցով ծանոթանում է տարբեր երկրների պատմությանն ու մշակույթին։ Օրինակ, հենց այս պատը, որի մոտ մենք կանգնած ենք, խորհրդային ցուցանմուշներն են։ Այստեղ ամենաշատ էմոցիաներն եմ ես տեսնում մարդկանց դեմքին, որովհետև հենց խորհրդային միության պիտակները գիտենք, թե ինչքան շատ են մարդիկ իրեն ժամանակին հավաքել եւ կան շատերը, որոնք ծանոթ են իրենց եւ իրենք երբեմն տեսել են, որ սենց արցունքներ լցվեն, իրենց մանկությունն են հիշում։ Խորհրդային պատի վրա նաեւ կարող ենք տեսնել խորհրդային տարբեր ժողովուրդների մշակույթների մարմնավորումը լուցկ ու տուփի պիտակների վրա, որտեղ իհարկե Հայաստանն էլ իր տեղը գտել է։ Նախկինում լուցկ ու պիտակներն օգտագործվել են որպես տեղեկատվական եւ քարոզչական միջոցներ, գովազդվել են տարբեր ապրանքներ, քարոզվել է առողջ ապրելակերպի գաղափարը, ներկայացվել են ճանապարհային երթևեկության կանոնները։ Երկրները լուցկ ու պիտակների միջոցով պատմել են իրենց սպորտային նվաճումների, քաղաքների, կենդանական ու բուսական աշխարհի մասին։ Շատ հետաքրքիր մարքեթինգային քայլ են արել Յուգոսլավիայում, երբ որ այդ պետությունը դեռ կար, վաճառում են լուցկ ու տուփերը հենց դոմինոյի տեսքով, այսինքն դա իրենց խրախուսում էր, որպեսզի մարդիկ մի լուցկի տուփ չառնեն, այլ գնեին ամբողջությամբ այդ տուփը, հետո արդեն իրենց ընտանեկան ժամանցը կամ ընկերական ժամանցը դրանով ապահովեին։ Կարող եք նույնիսկ տեսնել, թե երկրի քաղաքական դիրքորոշումները փոխվելու հետ մեկտեղ, ինչպես են իրենց լուցկ ու տուփի պիտակները փոխել։ Ցուցանմուշները պարբերաբար թարմացվում են նաև նվիրատվությունների միջոցով։ Թանգարանում պիտակների թեմատիկ բաժանում է արված, որ այցելուն հեշտ գտնի իրեն հետաքրքրող շարքը։ Հետաքրքիր է, որ ժամանակին իսկապես այնքան մեծ է եղել այս հոբին, շատ մարդիկ են հետաքրքրված եղել այս հոբիով, որ որոշ դեպքերում գործարանները չէին սոսնձում այդ պիտակները հենց տուփերի վրա, այլ հենց այդպես ուղղակի վաճառում էին մարդկանց։ Ու մենք այստեղ ունենք այդպիսի մի ցուցանմուշ, որտեղ ոչ միայն սոսնձված չեն դրանք հենց տուփերի վրա, այլ նաև հենց այդպես մեծ թղթով դեռ չկտրված ունենք դեպքեր եմ ունեցել, որ մարդիկ հենց հատուկ եկել են Հայաստան, հենց մեր թանգարանը տեսնելու համար, որովհետև իսկապես նման թանգարան այլտեղ չկա աշխարհում։ Լուցկ ու պիտակների թանգարանում զբոսաշրջիկների հոսքը մեծ է, հատկապես ամռանը։ Այստեղ վստահեցնում են, այցելուներին հետաքրքիր ու տարբերվող ճամփորդություն է սպասվում։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։